հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամի համար շատ կարևոր է ունենալ իդեմս առաջ հիմնադրամի և պարոն Գասպարյանի և ինֆրակենտրոնի շատ արժեքավոր գործընկերներ, ում հետ որ ակնկալում ենք շատ ավելի մեծ արժեք ստեղծել մեր երկրում լուծելու համար այն բազմաթիվ և բազմապիսի խնդիրները, որոնց թվային արտահայտությունը և նաև դրա որակական մեկնաբանությունները պարոն Գասպարյան դուք ներկայացրեցիք։ Հիմնադրամը ստեղծվել է 3 տարի առաջ 2022 թվականին ամերիկահայ բարերար, ձեռնարկատեր Նուբար Աֆեյանի տեսլականով և Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ։ Հիմնադրամի առաքելությունն է մշակել և իրականացնել հոգևոր-հոգեբանական աջակցման ծրագրեր, որոնք օգնում են մարդկանց հաղթահարել պատերազմի և այլ աղետների թողած հոգեբանական հետևանքները։ Հիմնադրամի աշխատանքը սկսվում է հենց այն պահին, որտեղ որ ավարտվում է մարդկանց գոյատևման ամենաբարդ ցիկլը։ Երբ մարդիկ ապահով են արդեն սննդով, կացարանով և անվտանգության նվազագույն պայմաններով, բնական է առաջանում է այն ամենակարևոր հարցը, թե ինչպես ապրել նորից, ինչպես վերագտնել իմաստներ և վերագտնել հավատը ապագայի նկատմամբ։ Եթե առիթ լինի և հասկացա մենք կկիսենք նաև հետազոտության արդյունքները, կտեսնեք, որ այն վիճակագրությունը քանակական, որը ներկայացվեց, նաև բավական ռեպրեզենտատիվ է երկրի ողջ տարածքի իմաստով։ Հարցմանը կամ թեստավորմանը մասնակցածների միայն 28%-ն է եղել արցախահայ մեր հայրենակիցների շրջանում։ Հարցվածների փոքրամասնությունն են ներկայացել իբրև գործող կամ նախկին զինվորականներ։ Բազմաթիվ են մարդիկ, ովքեր որ երկրի ամբողջ տարածքում, ովքեր որ իրենց վրա կրելով պատերազմի անուղղակի հետևանքները, այդուամենայնիվ իրենց մոտ զարգացել է հետ տրավմատիկ ստրեսային միջինից բարձր վիճակ։ Եվ սա, անշուշտ, պարոն Գասպարյանն էլ նշեց իր խոսքում, նշանակում է, որ խնդիրը կարգավորելու համար անհրաժեշտ է, որ մեզնից յուրաքանչյուրը իբրև քաղաքացիներ ավելի ուշադիր և հոգատար լինենք մեր շրջապատում գտնվող մարդկանց նկատմամբ։ Երևանում, Գյումրիում և Վանաձորում վերջին ամիսներին հիմնադրամի կողմից իրականացված խմբային աջակցության ծրագրերին մասնակցածների 1/4-ը, 24%-ը ծրագրին որոշել են մասնակցել դրա հնարավորության մասին լսելով իրենց ընկերոջից, բարեկամից, հարևանից կամ աշխատավայրում, ինչը նշանակում է, որ այն կարծրատիպերը կամ ստիգմատները, որոնց մասին պարոն Գասպարյանը արդարացիորեն հիշատակում էր, սկսում են նաև տեղի տալ և դա միգուցե լավ նորություն է։ Այս ներկայացված խնդիրները լուծելուն մասնակից լինելու նպատակով հիմնադրամը ստեղծել է խմբային աջակցության մի հետաքրքիր նորարար ձևաչափ, որը պայմանականորեն կոչել ենք վերականգնման հայկական ճանապարհ, որտեղ որ միավորել ենք, մեկտեղել ենք ինչպես հոգեբանությունը, այնպես էլ մեր հոգևոր արժեքները, ավանդույթները, պատմական ակտիվ հիշողությունը և ինքնության գիտակցումը։ Որպես կոլեկտիվ տրավմայի անհատական հետևանքներից վերականգնման մոտեցում, մեր կողմից մշակված ծրագիրը, որը գալիք տարի ակնկալում ենք նաև մասշտաբայնացնել ամբողջ երկրի տարածքում, հնարավորություն է տալիս մարդկանց վերականգնել անձնային գործունակությունը, վերագտնել իրենց ներքին հավասարակշռությունն ու հավատը և ձևավորել, ինչը մենք շատ կարևորում ենք, ձևավորել ապագայամետ մտածողություն։ Մեր հիմնադրամի հայ և օտարազգի բազմամասնագիտական թիմի աշխատանքի շնորհիվ այս մոտեցման արդյունավետությունը արդեն տեսանելի է իրոք հարյուրավոր մարդկանց օրինակում, դեռևս միայն Երևանում, Գյումրիում և Վանաձորում, ովքեր իրենց ներսում անցել են այդ վերականգնման ճանապարհը և փորձում են այսօր գտնել նոր ուժ, հույս և նպատակներ կապված ապագայի հետ։ 70-ից ավելի հոգեբաններ և սոցիալական աշխատողներ, ինչպես նաև
մենք համատեղ ուժերով կարողացել ենք փոքրիկ ներդրում ունենալ շուրջ 4000 չափահաս և անչափահաս մեր հայրենակիցների կյանքում երկրի ամբողջ տարածքում։ Նախորդ ամիսներին սերտ համագործակցել ենք համայնքային տեղական ինքնակառավարման ոլորտային հասարակական կազմակերպությունների հետ և ակնկալում ենք, որ հաջորդ տարվանից սկսելով ծրագրի մասշտաբայնացումը երկրի ողջ տարածքում կարողանանք այս ձեռքբերված գործընկերությունները էլ ավելի ընդլայնել, հույսով ենք նաև պետական մարմինների մասնակցությամբ և, ինչպես արդեն ասացի, այս աջակցության ձևաչափը հասանելի դարձնել երկրի ողջ տարածքում։ Մեր տեսլականն է դարձնել մեր երկիրը այն վերականգնող ունակության փորձառություն, ինչպիսին պարոն Գասպարյանն էլ արդարացիորեն հիշատակեց, օգտագործելով այդ ամենը դարձնել Հայաստանը հոգևոր-հոգեբանական նորարարության կենտրոն, որտեղ մեր վերականգնող ունակության ազգային փորձը վերածում ենք հոգեկան առողջության վերականգնման յուրօրինակ մի ծրագրի, որը կօգնի մեզ և նաև հուսով ենք և ամենայն ջանք կգործադրենք ուսանելի նաև դա դարձնելու համար այլ տարածաշրջաններում, որտեղ ցավոք կոնֆլիկտների և աղետների պակաս չի զգացվում և ինչպես երևում է չի զգացվելու մոտակա ժամանակներում։